Տպավորություն ունեմ, որ մենք ավելի շատ բան գիտենք, քան իրանք։ 44-օրյա պատերազմում անհետ կորած Համազած Պողոսյանի հայրը բավարարված չէ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպումից։ Սեպտեմբերի 29-ի բողոքի ակցիային հաջորդած հանդիպման ժամանակ բարձրաստիճան զինվորականի պատասխանները մյուս ծնողներին եւս չեն գոհացրել։ Որդիներին 5 տարի սպասող հարազատները խիստ մտահոգ են։ Հույսը դրել են միայն իրենց վրա։ Այսօր ինչ քննություն կա, ինչ արածը, սա մեր պարզաբանություններով է արած։ Այսինքն պարզել ենք, որ զոհված չեն տեսել երեխուն։ Այսինքն քննությունն էլ կա քննչականի, որ զոհված չեն տեսել, վերադասնել ասել, որ զոհված չեն տեսել։ Մինչև Ասրյանի մոտ հասնելը ծնողները երկար բանակցությունների միջով են անցել, ցանկացել են հանդիպել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ, բայց չի ստացվել։ Նրանց հայտնել էին, որ հարցերին կպատասխանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Ծնողներն այս առաջարկը մերժել էին։ Արման Սարգսյանին բազմիցս տեսել ենք։ Նրանք անհոտ ծաղիկներ են։ Նրանցից բան չկա անկնկալելու։ Արման Սարգսյանին ինչ ասեմ, մենք ինչ հարց պետք է Արման Սարգսյանին տվել ենք, Արման Սարգսյանից ստացել ենք ոչ բավարար պատասխան։ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպմանը մոտ 25 ծնող է մասնակցել, հնչել են տարբեր հարցեր 44-օրյա պատերազմից մինչև ջերմուկի դեպքեր։ Սկսեց հարց ու պատասխան, ոչ մի պատասխան ինձ չի բավարարել, այսինքն որ ասում եմ ինձ ոչ մեկին չի բավարարել։ Մեր բավարար պատասխանը այն վաղտ կլինի։ Մինչև այս մարդիկ չասեն մեր երեխեքի ճակատագիրն ինչ է։ Ասրյանին էլ երեք առաջի անգամ եմ տեսել ես տետատետ, Ասրյանին էլ երեք եմ ասել։ Քեզ չեմ հավատում ես, ու ես ոչ մի կառույցի չեմ հավատում։ Հովհաննես Պողոսյանը մտորում է, գուցե ադրբեջանցիներից վախն է պատճառը, որ գործընթացը տեղում դոփում է։ Մեկ բան իր համար հստակ է, գլխավոր պատասխանատուն իշխանությունն է։ Թե զոհվածների համար պետք է պատասխան տան, թե անհետ կորածների համար պետք է պատասխան տան, թե վիրավորների համար պետք է պատասխան տան, պետք է պատասխան տան, չէ՞ որ խոսքի իրանք երկրի դեմքերն են այսօր։ Մեկ այլ հանգամանք, որ ծնողներին մոլորության մեջ է գցել, գլխավոր շտաբի պետի ներկայացրած թվերն են։ Եթե մինչև այս խոսվում էր 191 անհետ կորածի մասին, հիմա Ասրյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է 266 հայ։ Նախկինում ծնողները չէին համաձայնում արտահայտվել տեսախցիկների առջև, հիմա որոշել են խոսել բաց տեքստով։ Այնտեղ քաղաքականություն բանսս բաներ էին ասում, հիմա ես մտածում եմ, որ ինչ քաղաքականություն է։ Իրենց քաղաքականության արդյունքում չի որ երեխեքը կորացել։ 2 ամսվա ծառայող Համազած Պողոսյանի հետ կապը կորել է հոկտեմբերի 18-ին, որդին ծնողներին ասել էր, որ խնձորեսկից ներս են մտնում։ Հայրը հորդորել է զգույշ լինել։ Համազասպի ծառայեկիցներից անհետ կորած է համարվում 5-6 տղա։ Մտածում ենք, որ մեր երեխեն կգա, բայց դա 50-50 է։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։